Այսօր տատիկս մեզ ցույց կտա, թե ինչպես են պատրաստելու իսկական հայկական տնական հարիսա։ Ուրեմն հարիսայի ամենակարևոր բաղադրիչ մասը նա տնական հավն է, Էլինա։ Ասում եմ, վիզը պատրոն է։ Ճիշտ է, խանութից գնաց հավը, այդքան էլ համով չի, մեզ պետք է տնական հավ։ Ողում է։ Մեկ չես հողը։ Էլինա։ Գորի։ Այդ խիղճ ջան, լավ, որ հավին տեսնելով սենց դու ազդվեցիր, ավելի լավ առանց քեզ կտրտենք, որ չհուզվես։ Հիմա հավը առանձնացնում ենք, կվերցնենք ամենափափուկ մասերը հարիսայի համար։ Հարիսանը շտապել չի սիրում, պիտի դանդաղ ու սիրով պատրաստենք։ Դրեցինք կրակին, միսը կեփենք կես ժամ։ Ձավարն էլ կեփենք, կլցնենք մի 20 րոպե, մեկ բաժակ ձավարով։ Մի փոքր եփված հավը ձավարի հետ միասին լցնում ենք կաթսայի մեջ։ Վրան ավելացնում ենք եռմանջուր, այնքան որ ամբողջությամբ ծածկի եւ թողնում ենք դանդաղ կրակի վրա եփի մոտ 2 ժամ։ Այս ընթացքում հարիսան կամած թանձրանում է ու ստանում իր յուրահատուկ համը։ Եվ չենք մոռանում պարբերաբար խառնել, որպեսզի հարիսան չկպչի կաթսայի հատակին եւ հավասարաչափ Երկարագապետ, հա։ Քաշի դեպի քեզ։ Ես հաղթեցի։ Անցել է 2.5 ժամ եւ մեր հարիսան պատրաստ է։ Հիմա Էլինան կփորձի։ Էլինա ջան, դե փորձի։ Հավի համար դերված է, բայց հարիսան հաստատ համբալի է։ Սպասի մի հատ։ Հա, տատի ջան, 10-ից 10 շուտ համովա։ Անուշարա։